Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը անվերջ երևի, հա, կարելի է ասել զրույցների շարքը, բայց գիտեք որքան էլ է զրույցները իրոք երկարում են, նախ մի անհանգստացեք, այս տարի ինձ թվում է հաստատ կպրծնենք, ոչ թե ինձ թվում է, այլ ըստ պլանի պետք է պրծնենք, բայց որքան էլ սրանք երկարում են, միգուցե մեկ նույնիսկ արդեն հոգնում ենք մենք այս զրույցներից, սրանք իրական պետք են, կարևոր են եւ սրանք ես հուսամ հետագայում մարդկանց համար որոշակի նաև նյութ կդառնան, չեմ ասում վերջնական ինչ որ մի հատ տենց հաստատում կամ գնահատական, բայց որպես նյութ ես կարծում եմ սրանք կարևոր են, որպես մենք որպես ժամանակակիցներ ենք խոսում, բայց այս իրադարձությունները, որոնցից մենք խոսում ենք, հայերի սերունդներին են հետաքրքրելու եւ այս իմաստով որքան էլ մեկ հոգնում ենք մենք, ես գիտեմ, որ դուք էլ եք մեկ հոգնում ես արդեն անընդհատ շարունակվող այս շարքից, ես էլ եմ ինչ մեղքս թաքցնեմ ամեն անգամ չի, որ նույն էնտուզիազմով պատրաստ եմ, բայց սա ինչ որտեղ պարտականություն է, որ մենք պետք է անենք եւ հետագայում սերունդները պետք է նաեւ այս տեսակետը հաշվի առնեն եւ իմանան։ Հիմա անցնենք ուրեմն մեր բուն խոսակցությանը, մենք եթե հիշում եք, եթե հետևել եք, գիտեք, որ այս վերջին շրջանում խոսում ենք պատերազմին ընդառաջ 2020 թվականի եւ պատերազմի ընթացքում արդեն հայկական քաղաքական էլիտայի դիրքորոշումների մասին եւ փորձել ենք դա ամփոփել եւ գնահատական տալ, խոսում ենք եւ իշխանական թևի դիրքորոշումների մասին, խոսում ենք նաեւ այսպես պայմանական ասած ոչ իշխանական թևի դիրքորոշումների մասին։ Այսօրվա առաջինը կլինի, էլի կվերադառնանք իշխող խմբին, նախորդ անգամ ոչ իշխողների մասին ենք խոսում, բայց նաեւ եթե հասցնենք մի երկու հետաքրքիր բաներ կխոսանք, դուրս կգանք մի պահ Հայաստանից, մի քիչ խախտելով, շեղելով այս դրամաբանությունը, որ ներքին բաների մասին ենք զրուցում այս ընթացքում, դուրս կգանք մի քիչ Հայաստանից, կտեսնենք մեր սիրելի Ռուսաստանն ու Թուրքիան ինչ են այդ ընթացքում խոսում, խոսքը պատերազմի հիմա խոսքը մեր մոտ լինելու է պատերազմի առաջին օրերի մասին, բառացիոն 2-3 օրվա մասին։ Մենք նախորդ անգամ նախապատերազմից էինք դեռ խոսում, այսօր արդեն պատերազմի առաջին 2-3 օրն են, բավականին նյութ կա, հասկանում եք, վերհիշելու եւ ուրեմն դասակարգելու եւ եթե էլի հասնենք մի փոքրիկ էլ թեմա կա, որ կարող է խոսենք, բայց հələ սկսենք մեր իշխող խմբից, հետո կտեսնենք ինչն ենք հասնում, ինչ չէ։ Ուրեմն բնականաբար դե նախ բոլորդ հիշում եք, որ այդ առաջին օրն են պատերազմի առաջի երկրորդ օրը եւ իշխող ճամբարից պակաս չկար, այսպես ամենասենց հայրենասիրական, ամենասենց իրենց այսօրվա սիրած լեզվով ասել պաթոսային ելույթների, ինչը իհարկե ինքնին այդ իրավիճակում լրիվ նորմալ, լրիվ բնական է, այլ կերպ չի էլ կարող լինել նման իրավիճակում պաթոսնել է տեղին, բնականաբար հայրենասիրական ամենասենց խիստ շեշտադրումներն են տեղին, բայց մի կարևոր շատ կարևոր հանգամանքով, որքան էլ որտեղ խոսքը քաղաքական գործիչների ելույթների խոսքի մասին է, այլ ոչ թե պարզապես չգիտեմ շարքային քաղաքացիների կամ ինչ որ հանրային գործիչների եւ այլն, քաղաքական խոսքը, որքան էլ հասկանալիորեն եւ բնականաբար ինքը զգացմունք միշտ պետք է իր մեջ ունենա, չի կարող լինել առանց զգացմունք, եւ զգացմունքը շատ կարեւոր է, բայց նույնիսկ ամենազգացմունքայինը, նույնիսկ ամենապաթոսայինը, ամենակրքոտը պետք է լինի քաղաքական, այսինքն ինքը պետք է լինի պատասխանատու, այսինքն այդտեղ ամեն բառ, ամեն ձևակերպում իմաստ պետք է ունենա, ոչ թե ուղղակի հռետորականություն պետք է լինի, այլ իմաստ պետք է ունենա։ Հիմա այս առումով շատ կարևոր է նայենք, մենք հետադարձ հայացքով նայենք այս հայտարարություններին, որոնք հնչում էին այդ օրերին, եւ հենց այդ պատասխանատվության տեսակետից մենք պետք է նայենք արդեն իհարկե այսօր իմանալով, թե ինչ եղավ հետագայում։ Մի քանի մեջբերում բերեմ, բոլոր Նիկոլ Փաշինյանից են, իհարկե կարող է ավելի լայն բանից էլ բերել, բայց կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ գլխավոր սուբյեկտը, եթե ոչ միակ սուբյեկտը այդ իշխող թիմում ինքն է։ Մի քանի բան ուղղակի հիշեցնեմ, հետո այդ պատասխանատվության թեման հատկապես վերլուծենք։ Նախապես ասեմ, որ նաև այս պատասխանատվության թեման ինքը նույնպես ոչ թե պարապ թեմա է, ոչ թե ուղղակի խոսում ենք, որ հերթական անգամ չգիտեմ ինչ որ զգացմունք մենք էլ ապրենք եւ ասենք, այ տեսնում եք ինչ էին ասում եւ ինչ եղավ, դա չի խնդիրը, թեև դա էլ է նորմալ։ Խնդիրը նա է, որ խիստ գործնական բան է, որովհետեւ եթե չկա պատասխանատվություն եւ եթե քաղաքական գործիչները, քաղաքական թիմը, քաղաքական առաջնորդները կարող են 180 աստիճան փոխել իրենց դիրքորոշումները, թեկուզ, ես էլ կխոսանք, թեկուզ շատ դաժան եւ այսպես ասած ծանր հանգամանքների բերումով, դա նշանակում է, որ ցանկացած դիրքորոշում, ելի նույն հանգամանքների բերումով իրենք կարող են 180 աստիճան փոխել եւ մենք ոչ մի երաշխիք չունենք,
որ այն ամենը ինչ որ խոսում են հիմա, խոստանում են հիմա, օրինակ ես սա միշտ ճեշտում եմ անկախության թեման, որ իրանք մինչև վերջ նվիրված են Հայաստանի անկախությանը, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ նույն հանգամանքների բերումով կպարզվի, որ իրանք անկախությանն էլ ոչ մի ձևի նվիրված չեն եւ անկախությունն էլ կպարզվի, որ իրենք պարզապես սխալվել էին այս հարցում։ Հիմա սա մի քիչ ավանսով նախապես ասացի, եւ սա որպես եզրակացություն ավելի պետք է ասեի, բայց նախապես ասում եմ, որպեսզի շեշտեմ թեմայի կարևորությունը, հենց այնպես չենք խոսում սրա մասին։ Հիմա ուրեմն մի քանի մեջբերում անեմ, ուրեմն Նիկոլ Փաշինյանից։ Սա սեպտեմբերի 27-ին է եւ իր Facebook-յան էջում գրում է Նիկոլ Փաշինյանը. Ոչինչ, որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի ազատությունն ու իրավունքը պաշտպանելու ճանապարհին։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կիսվելով Արցախի նախագահ Արիայիկ Հարությունյանի ուղերձով։ Այս գրառումը հիմա Facebook-ում չկա, մամուլում պահպանվել է, Facebook-ում չկա հավանաբար, որովհետեւ Արայիկ Հարությունյանի ուղերձն է կիսել եւ իր կողմից ավելացրել է եւ հասկանալի պատճառներով Արայիկ Հարությունյանի այդ ուղերձը Facebook-ում չի պահպանվել եւ դրա պատճառով էլ հավանաբար սա նույնպես չկա։ Առաջին հայացքից շատ տենց անմեղ բան է, հա, նորմալ բան է, բայց հետո կվերլուծենք կտեսնենք այս ոչինչ, որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի իր ազատությունը պաշտպանելու ճանապարհին։ Հետո ուրեմն մի հատ բանաստեղծություն է հրապարակում, սա իմիջիայլոց եմ ասում, տենց հայրենասիրական, սա այդքան կարևոր չի, բայց զուտ բանի համար հիշատակում եմ։ Մյուսը ուրեմն ելույթի ժամանակ ազգային ժողովում արտահերտնիստ, հիշում եք էլի սեպտեմբերի 27-ին, ասում է ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի եւ մի անգամ էլ կրկնում է, ասում է, որ բոլորը պետք է նայեն միմյանց աչքերին եւ ասեն, որ պատրաստ են զոհվել հանուն հայրենիքի, բայց ինքն էլ ուրեմն շեշտում է, որ ես էլ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի։ Մյուս ուրեմն լուրը այդ օրերի վարչապետը խոստացել է չնահանջել անգամ 1 միլիմետր, քանի որ Հայաստանը պետք է հաղթի եւ այլ տարբերակ չկա։ Ու էլի այս տիպի շատ ուրեմն բաներ, ես հիմա չեմ ուզում բոլորը կարդամ գլուխները ցավացնեմ, հիմա բայց այդտեղ մի հատ բան հասկանանք, որ սրանք զուտ էլ եմ ասում, ռետորական հայտարարություններ չեն։ Օրինակ, երբ որ մարդը ասում է ոչինչ, որևէ բան մեզ ետ չի կանգնացնի, եւ հետո պարզվում է, որ ինչ որ բաները ամեն դեպքում ետ կանգնացնում են իրենց։ Օրինակ, Շուշիի գրավումը փաստորեն ետ կանգնացնում է իրենց այդ բանից, հա, հիմա կարող եք ասել դե նորմալ է, բայց տեսեք իրադարձություններ եղան, այդ իրադարձությունները ստիպեցին իրենց, որ իրենք ուրեմն այսպես ասած նահանջեն եւ ետ կանգնեն։ Ոչ, այստեղ այդպես չի։ Եթե դու քաղաքական խոսքում ձևակերպում ես, որ ոչինչ որևէ բան քեզ հետ չի կանգնացնի, դա նշանակում է այդ թվում Շուշիի գրավումը, այդ թվում, չգիտեմ, թուրքերի մուտքը Գորիս եւ այլն եւ այլն։ Դա նշանակում է, որ դու հայտարարում ես պայքար մինչեւ վերջ, ինչպես որ օրինակ 88 թվականին էին հայտարարում պայքար մինչեւ վերջ։ Պայքար մինչեւ վերջը ոչինչ մեզ երբեք չի կանգնացնի, չի նշանակում, որ օրինակ եթե ինչ որ մի տարածք գրավում է թշնամին, այդ բանը չեղարկվում է այդքա ասած։ Ոչ, որտեղ կա պատերազմի տարբեր տրամաբանություններ, կա տրամաբանություն, որ դու ասում ես կկռվեմ մինչև այսինչ կետը, եւ կա տրամաբանություն, երբ որ դու ասում ես ոչինչ ինձ չի կանգնացնի, սա ուրիշ տրամաբանություն է, այս տրամաբանությամբ պետությունները մտնում են, չգիտեմ, տենց հատուկ տերմին չկա դրա համար, ասենք օրինակ Սովետում, սովետական միության մեջ դրան ասում են հայրենական պատերազմ, այսինքն կապ չունի գերմանացիք Մոսկվա կմտնեն, չեն մտնի Սվերդլովսկ, ասեն թե ուր, մենք շարունակել ենք պայքար։ Գերմանացիները դրան ավելի շատ ասում են տոտալ պատերազմ։ Հա, սա այդ է։ Այսինքն սա ոչ թե հերոտորականություն է, պետության ղեկավարը եթե ասում է ոչինչ մեզ չի կանգնացնի, սա նշանակում է բառացիորեն ոչինչ չի կանգնեցնի, կապ չունի ինչ է լինում։ Իրականում երկու բան կա, երկու բան է ցակում, մեկը մի քիչ ավելի sense, ինչ ասեմ, մարդկային, բայց մյուսը քաղաքական։ Քաղաքական այդ պատասխանատվության մասին այսպես ասեմ, բայց մարդկային մի հատ պահել է մտածողության հետ կապված ավելի մարդկային չէ։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում մարդկանց, այսինքն հա մարդը կարող է սխալվել։ Իրենք հիմա ասում են դե մեկ այն ժամանակ սխալվեցինք, մենք չէինք հասկանում, այ հիմա ես հասկացա, այն ժամանակ ես էլ չէի հասկանում, հիմա ես հասկացա եւ հիմա ես ասում եմ, որ Արցախը ընդհանրապես մեր Հայաստանի մասն էլ չի, մինչև այդտեղ իդեպ կոչվում է Սուրբ Հայրենիք եւ տեսնում եք Արցախի ժողովուրդ, ազատություն եւ այլն, հիմա ասում է սխալվել է։ Հիմա առաջին հայացքից դե մարդը սխալվել է, չնայած քաղաքական գործիչի նման հարցում չի կարող սխալվել, այս երկրորդական հարց չի, բայց ես իմ համար միշտ հարց է, որտեղ մենակ ինքը չի եւ նույնիսկ մենակ իրանց իշխող թիմի անդամները չեն։
Նաև կողմնակիցների մեջ, նաև իմ շրջապատում ես ճանաչում եմ մարդկանց, որոնք տենց 180 աստիճան փոխվել են։ Բայց ես չեմ հասկանում, այսինքն դուք ինչ որ սկզբունքներ երբ որ ունենում եք, ինչ որ մի բան համարում եք ճշմարիտ, հետո կոպիտ ասած ծեծեք ուտում ու ծեծուտելն է ձեր մոտ փաստարկ լինում, որ դուք սխալվել եք, էս է ստացվում։ Այսինքն դուք չեք նստել ուղղակի մտածել եւ հասկացել, որ դուք սխալվել եք։ Դուք փաստորեն ընդունում եք, որ երբ որ ձեզ հարված են ուժեղ հասցնում, դուք այդ հարվածից տապալվում եք, այդտեղ հանկարծ ձեր մոտ բան ալում, պայծառացում ալում եւ դուք հասկանում եք, որ դուք սխալ եք, այդպես է, այսինքն էտա ձեր մոտ փաստարկը, ձեր մոտ էտա մտածողությունը։ Ես այլոք չեմ հասկանում։ Բայց իհարկե ավելի կարևոր է այստեղ քաղաքական մասը, որովհետեւ խնդիրը հենց դա է, ինչու է այդպես։ Ինչու է այդպես, ինչու է այդ մարդկանց այդպես, ինչու է իրանք այդքան հանգիստ ասում են դե հա սխալվեցին, որովհետեւ հենց այդ պատասխանատվության խնդիրն է գալիս, որովհետեւ պատասխանատվություն իրենք հետագայում այս ամեն ինչի համար չեն կրել, իսկ պատասխանատվություն իրանք իհարկե պետք է կրեին եւ դեռ պետք է կրեն, որովհետեւ նման հայտարարությունից հետո, երբ որ դու ասում ես փաստացի, որ մինչեւ վերջ պայքարելուց է ոչինչ քեզ չի կանգնացել եւ դու փաստացի դրժել ես այդ խոստումը, դու կարող ես դա չտայել իդեպ։ Ոչոք չքեզ չէր պարտավորեցնում հենց այսպես ձևակերպել։ Եվ սա միակ ձևակերպումը չի, իհարկե, ես ուղղակի օրինակն եմ բերում։ Ոչոք քեզ չէր պարտավորեցնում, որպես քաղաքական լիդեր, առաջնորդ, դու կարող ես ավելի զգուշ ձևակերպում տալ, ինչպես հաճախ քաղաքական առաջնորդները անում են, բայց եթե արել ես, նշանակում է դու դրժել ես այս խոստումը։ Այսինքն դու ասել ես, որ պայքարելուց մինչև վերջ, եւ չես պայքարել մինչև վերջ։ Կապ չունի ինչ է տեղի ունեցել։ Եվ դրա համար պատասխանատվություն անպայման պետք է կրեիր, եւ այստեղ արդարացում չի դեպ, երբ որ ասում են դե տեսեք, բա ժողովուրդը մեզ ընտրեց։ Այստեղ կապ չունի, ժողովուրդը ինչ պայմաններում ընտրեց, ինչու ընտրեց, ինչու համար էս չարեց փոքրագույն, սա լրիվ այլ խոսակցություն է, մենք այստեղ դա չենք խոսելու։ Ես շատ եմ դրա մասին խոսել, դե բոլորս էլ ականատես ենք եղել ինչ է տեղ ունեցել։ Խնդիրն է, որ այստեղ ժողովրդի ընտրությունը արդեն չի աշխատում։ Այստեղ թիմը, որը քաղաքական առաջնորդը, որը նման հայտարարություն անում է եւ հետո թեկուզ եւ չի կարողանում օբյեկտիվ թեկուզ պատճառներով դա իրականացնել, ինքը բնականաբար անմիջապես պետք է հրաժարական տա իր պաշտոնից։ Դա չի քննարկվում, որտեվ սրանից ավելի բարձր պատասխանատվություն չկա եւ որտեվ սա իր անձնական հարցը չի, սա երկրի հարցն է։ Մի երկիր, որտեղ նման բարձր կլասի անպատասխանատվություն է հնարավոր, ուղղակի այդ երկրում որևէ քաղաքականություն, որևէ հեռանկար վերանում է, որովհետև դրանից հետևում է, որ ցանկացած քաղաքական առաջնորդ կարող է ցանկացած պնդում անել եւ հետո ցանկացած պահի 180 աստիճան փոխել իր դիրքորոշումը եւ ասել ես ուղղակի սխալվել եմ, դե ժողովուրդն էլ ինձ ընտրել է։ Եվ պատասխանատվությունը իսպառ վերանում է։ Իսկ երբ որ պատասխանատվությունը իսպառ վերանում է, որևէ հեռանկար այդ երկիրը չի ունենում եւ ես էլ եմ ասում, ինձ համար սա խիստ գործնական հարց է, հրետորական հարց չի, որովհետեւ ես հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, այսինքն հասկանում եմ իրականում, չեմ կարողանում հասկանալ, տենց պայմանական եմ ասում։ Այսօր ասում են մենք Հայաստանի անկախության համար, ինքնիշխանության համար եւ այլն։ Հիմա եթե վաղը Հայաստանի ինքնիշխանության համար պայքարում դուք պարտվեք, այսինքն այդ իմ ասած պայմանական ասած ծեծ ուտեք, դուք նորից հասկանալու եք, հանկարծ պայծառանալու եք, որ սխալվելու եք, եւ նորից հանգիստ շարունակելու եք, նույնիսկ ասում դե սխալվեցինք։ Սա զրո պատասխանատվության հետևանքն է, որ ոչ մի երաշխիք մենք չունենք որևէ խոսքի համար։ Եթե նույնիսկ այս ամենակարևոր ձևակերպման մեջ նման անպատասխանատու բան է ասվում։ Այս քաղաքական խոսքի այս որակը ընդհանրապես մենք պետք է փոխենք էլի, ես ընդհանրապես եմ ասում նաև ապագայի համար եւ պետք է փոխենք եւ քաղաքական գործիչները պետք է փոխեն եւ մեր ժողովուրդը պետք է նման խոսքի նկատմամբ շատ ուշադիր լինի եւ մինչեւ մենք չկարողանանք պատասխանատվության կանչել նման հայտարարություններ արած մարդկանց եւ սա իդեպ վաղեմության ժամկետ չունի։ Մենք չենք կարողանա իսկապես անկախ երկիր կառուցել։ Այս խոսքերի համար նաև տեսեք օրինակ այս մեկը ոնց որ բաց էի տվել։ Վարչապետը խոստացել է չնահանջել անգամ 1 մմ, քանի որ Հայաստանը պետք է հաղթի ու այլ տարբերակ չկա։ Տեսեք, չնահանջել անգամ 1 մմ ես չեմ բառացի ընդունում, հասկանալ է որ պատերազմի ժամանակ լինում են նաև նահանջներ։ Բայց հասկանալ է նաև որ այս խոսքի տրամաբանությունն էլ բառացին չի։ Ինքը ասում է Հայաստանը պետք է հաղթի եւ այլ տարբերակ չկա։ Հետո պարզվում է այլ տարբերակ կար։ Հենց այն պահին, երբ որ պարզվում է որ այլ տարբերակ կար, ինքը կարող է լինել, այստեղ ոչոք չի ասում որ չէր կարող լինել։ Այդ մարդը պետք է անմիջապես դադարի լինել երկրի վարչապետ, եթե մենք ուզում ենք գոնե մի գրամ պատասխանատվություն լինի այս երկրում։
ես ուզում եմ մենք մի փոքր դուրս գանք Հայաստանից, խախտելով մի քիչ այս մեր խոսակցության տրամաբանությունը, ինչպես ասացի, եւ հետաքրքիր մի փոքրիկ sense հայացք նետենք մեր սիրելի ռուս-թուրքական դաշինքի վրա, որտեղ մենք գիտենք, խոսացել ենք, նաեւ փորձել ենք հնարավորինս հիմնավորել, որ այս պատերազմը չէր կարող սկսվել առանց նախապես եղած պայմանավորվածությունների Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ եւ Ադրբեջանի բնականաբար ամենաբարձր մակարդակում նախապես պայմանավորվել նաև պարամետրեր այս պատերազմի եւ այստեղ հետաքրքիր նյուանսներ կան, ինչ որ սենսացիոն բացահայտումներ չեն, բայց հետաքրքիր նյուանսներ են։ Ու մեկը ուղղակի սենց էլի իմիջայլոց միգուցե շարքից, որ Թուրքիան այդ ժամանակ հայտարարություն է անում եւ դատապարտում է Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա, ու սա այդպես, բայց չնայած հաջորդ կոնտեքստում բավական կարևոր է, ասում է, որ սատարում են իրենք Բաքվին այդ հարձակումների ուրեմն լույսի ներքո, ուրեմն սեպտեմբերի 27-ին հենց Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Լավրովը եւ Չավուշօղլին հեռախոսազրույց են ունենում միմյանց հետ եւ քննարկում են, ինչպես ասում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ Ռուսաստանի ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը։ Ցավակցություններ են հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին։ Շատ հետաքրքիր ուրեմն սա զրույց է, հա, նույն օրը իհարկե Լավրովը խոսել է սկզբում, մինչեւ Թուրքիայի հետ խոսել է ոնց որ թե ժամանակագրորեն ավելի շուտ նաեւ մեր այն ժամանակ Զոհրաբ Մնացականյանն էր մեր արտգործնախարարի հետ։ Այս խոսակցությունից հետո է կարծես էլի, եթե ճիշտ եմ արձանագրել ժամանակագրորեն, արդեն Ադրբեջանի Բայրամովի հետ արտգործնախարարի հետ խոսակցությունը, այս հերթականությունը ես այդքան շատ չեմ կարևորում, բայց հետաքրքիր է, որ ընդհանրապես Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները առաջին հայացքից թվում է մանավանդ այսօրվա բանից, որ հա նորմալ է, որ զանգել են խոսել են էլի Լեռնային Ղարաբաղի մասին, բայց իրական դա այդքան էլ տենց նորմալ երևույթ չի, գոնե եթե վերադառնանք 2020 եւ դրանից նախորդող տրամաբանությունների մեջ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ընդհանրապես թեմայի շուրջ Թուրքիան որևէ ֆորմալ տենց բանի մեջ ընդգրկված չի եղել երբեք։ Գիտեք, եղել է օրինակ ԵԱՀԿ Մինսկի խումբ, այդտեղ Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան, նրանք ֆորմալ ներգրավված են եղել։ Ճիշտ է, Թուրքիան տարածաշրջանային ուժ է, բայց նաև եթե հիշենք, օրինակ, չգիտեմ, առաջին Արցախյան պատերազմը, այնպես չի եղել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կամ արտգործնախարարները տենց օպերատիվ առաջին իսկ օրինակ պատերազմի զանգել են միմյանց եւ խոսել են եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ամեն դեպքում սա, եթե չասեմ արտառոց շատ, բայց ինքը ուշագրավ երևույթ է։ Ես իհարկե չգիտեմ, չեմ կարող ասել, չեմ ստուգել, ժամանակ չեմ ունեցել ստուգելու, իսկ այդ օրը Լավրովը ելու մետա խոսացել, ասենք, չգիտեմ, այլ երկրների արտգործնախարարների հետ միգուցե խոսացել է, բայց Թուրքիայի հայտնվելը եւ այսպես շեշտ է այս ցանկում, իհարկե ինքը կարող է եւ հենց առաջին օրը դա նշանակում է, որ ոնց որ իրենք միմյանց հետ են փոխհամաձայնեցնում ինչ որ բան։ Սա վկայություն է դրա, որտեղ էլ եմ ասում, այդքան Թուրքիան չկա ոչ մի ֆորմալ կառույցի մեջ կամ հարթակի մեջ, որը կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, չկա։ Ռուսաստանը կա, Ռուսաստանը պարտավոր չի մեծաշով Թուրքիայի հետ ինչ որ բան քննարկել, ոնց որ ասենք նաև, չգիտեմ, օրինակ Իրանի հետ խոսացել են այդ օրը, թե չէ, չգիտեմ, ոնց որ թե չկա նման հաղորդագրություն կամ թեկուզ, չգիտեմ, ասենք Սիրիայի հետ, էլի հարևան երկիր է ինչ որտեղ, կամ Վրաստանի արտգործնախարարի հետ, վստահ եմ Լավրովը այդ օրը չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, չնայած Վրաստանը նույնպես հարևան երկիր է, եւ այստեղ իհարկե այս ամեն ինչը նաև շեշտվում է ու կարևորում է այն ֆոնի, որ երբ որ դե այն ժամանակ հատկապես ամբողջ այդ հայկական խոսույթը եւ իշխող թիմից, ոչ իշխող թիմից էքսպերտներ, չգիտեմ, ընդհանրապես մտածողությունը հարուցան ցավոք սրտի նայր, որ պատեսեք Թուրքիան, որտեղ բոլորը շեշտում են հիմա քաղաքական հայտարարությունները քաղաքական ուժերի ես այսօր չեմ անդրադարձել դրանց առաջին օրին, բայց դրանցում բոլորում անխտիր շեշտում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ, Թուրքիայի հետ միասին, Թուրքիայի անթակույց աջակցությամբ սկսել է պատերազմ։ Երևի հիմա կարող է շատ մարդիկ արդեն ավելի երիտասարդներ չհիշեն, որտեղ 90-ականների նման բան չկա, Թուրքիան չէր միջամտում մեծ հաշվով այդքան բաց ձևով այդ պատերազմին, հա ինչ որ ձևի իրանք այնտեղ ասել Ադրբեջանին աջակցել են, որոշակի հայտարարություններ, ալ իհարկե սահմանն են Հայաստանի հետ փակել, բայց ընդհանրապես sense բան չկա։ Եվ դրա վրա ամենտեղ շեշտում էր Թուրքիա աջակցությամբ, եւ բնականաբար բոլորի մտքին այն է, որ հələ տեսեք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան շեշտենք այդ բանը, որ
Եվ հեսա տեսեք Ռուսաստանին էլ մենք իմացանք, որ տեսեք պանթուրքիզմի վտանգը սա ձեզ էլ է սպառնում։ Եվ այս խոսակցության մեջ եւ այս պաշտոնական հաղորդագրության մեջ որ կերպ չի երևում, որ Ռուսաստանը շատ մտահոգված է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անթակույց միջամտում եւ անթակույց աջակցում է Ադրբեջանին, իդեպ անթակույց աջակցում է, մենք այս հայտարարությունն էլ Թուրքիայի կարդացինք եւ մեկնաբանում է որպես Հայաստանի հարձակում, նման ոչ մի հետք, նման ուրեմն որ Ռուսաստանը այդ դրանից ինչ որ զարմացած է կամ ինչ որ համաձայն չէ կամ ինչ որ բան ունի ասելու Թուրքիային այդ առումով նախ որ ինչ Հայաստանի հարձակում եւ երկրորդը որ ինչպես ես դու ՆԱՏՕ-ի երկիր անդամ երկիր իմ մեծ հաշվով ազդեցության գոտում հա, ասենց ասենք այս ծավի անթակույց աջակցում Ադրբեջանի նման բան չկա, դե պաշտոնական հաղորդագրության մեջ իհարկե պարտադիր չի որ լինի ամբողջ բովանդակությունը, բայց ոչից եւ մնացած մանրամասներից հասկացվում է մոտավորապես ինչ ձև է խոսացվել եւ ինչ է խոսացվել, խոսվել այստեղ շատ հանգիստ խոսակցության տպավորություն է, անհապաղ դադարեցում կրակի ինչը այտենց բանա շաբլոննա եւ ցավակցություններ են հայտնել իրենք զոհվածների հարազատներին եւ մտերիմ երկուսով այտենց ցավակցում են։ Այս թեմային ուրեմն անդրադառնում է նաեւ Պուտինի խոսնակ Պեսկովը, գիտեք Պեսկովին, նա ասում է, որ Մոսկվան լիակատար կապի մեջ է Անկարայի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Երեք արտաքին գործերի նախարարության միջոցով, ինքը սեպտեմբերի 28-ին ասում, երեքը սեպտեմբերի 27-ն էր, երեք արտաքին գործերի նախարարության միջոցով շփումներ եղան Անկարայի հետ։ Հետևաբար այստեղ նույնպես ռուսական կողմը լիարժեք կապի մեջ է, լրագրողին ասել է Պեսկովը։ Իհարկե հարց է ծագում, թե մի կողմը թե ինչու են ընդհանրապես կապի մեջ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ ինչ է նշանակում լիակատար կապ, այսինքն լիակատար կապը ո՞րն է։ Եվ էլի, ինչպես տեսնում եք, ոչ մի խոսք նրա մասին, որ ինչ որ խնդիր ունի Ռուսաստանը նրա հետ, որ ուրեմն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անթակույց աջակցում է Ադրբեջանին, բնականաբար Ռուսաստանի ուշադրությունից դա չէր կարող վրիպել, Հայաստանի ուրեմն գործիչները չէ որ պետք է ուշադրությունը հրավիրեն Ռուսաստանի այդ գործոնի վրա, բայց ինչպես տեսնում ենք, որևէ այստեղ ոչ մի արձագանք չկա, շատ sense աշխատանքային, կարելի ասել աշխուժ եւ նաեւ լիակատար կապ է այդ երկուսի միջեւ, հատուկ շեշտում է Պեսկովը, ես չգիտեմ նույնիսկ արժի այստեղ ավել մեկնաբանել, թե չարժի, հաշվի առնելով մեր ամբողջ խոսակցության կոնտեքստը եւ նաեւ հաշվի առնելով, որ ինչքան էլ մենք սա ինչքան փաստերով մենք բերենք, խոսենք, ապացուցենք, միևնույն է այսօր էլ Հայաստանում գտնվել են մարդիկ դեռ այն ժամանակը մի կողմ, որ ասել որ նման բան գոյություն չի ունեցել, ինչպես կարող ընդհանրապես նման բան գոյացել, իսկ այն ժամանակ այս ամենի ֆոնին, այս անթակույց շատ པարզ է, այս ինֆորմացիայից շատ པարզ երևում է, որ այստեղ ինչ-որ լուրջ բան կա, լուրջ խնդիր կա, լուրջ կապ կա, լիակատար կապ է ասում մարդը։ Հա, այլ չեմ ասում, որ այն օրերին քիչ մարդիկ, որոնք խոսում էին, որ ընդհանրապես այս պատերազմը կապված է հենց այդ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, իհարկե ոչ միայն ուղղակի փոքրամասնություն էին, այլև, այսպես ասած, որևէ մեկի կողմից դա վստահություն չէր առաջացնում, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այս ամեն ինչին, եւ չգիտեմ, նույնիսկ կարողա կասկածեին հոգեկան առողջության վրա մարդու, որը նման բան այն ժամանակ կպնդեր։ Շատ քիչ էին։ Ես չեմ ասում չկային, կային նման մարդիկ, չեմ էլ ասում ես էի, տեսեք, ասում ինձնից շատ ավելի վաղուց ասողներ կային, ուշադրություն դարձնողներ կային, ես ընդամենը մեկն էի այդ մարդկանցից եւ ոչ առաջին շարքերում այսպես ասած, բայց ամենատպես այն ժամանակ էր, մինչդեռ իրականությունը ինչպես տեսնում եք, սա լրիվ այլ էր մեր պատկերացումներին, մեր ընդհանրացված պատկերացումներին եւ այս խնդիրը ընդհանրապես աշխարհը ճիշտ adekvat տեսնելու, գնահատելու, վերլուծելու այդ կարողությունը ինքը քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվելու եւ ընդհանրապես հաջողության ու հաղթանակի հասնելու թիվ 1 պայմանն է։ Եվ դրա համար է նաև այս մեր խոսակցությունը, որ մենք թեկուզ հետադարձ, բայց հետադարձ ասելով ընդհանրապես 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է, թեկուզ հետադարձ պետք է հասկանանք, թե որքան կարևոր է դա, որովհետև մենք էլի խնդիրների առաջ ենք, մենք նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած եւ դեռ երկար ենք կանգնած լինելու եւ պետք է այս իրավիճակից դուրս գանք, իսկ իրավիճակից դուրս գալու համար պետք է նախ իրականությունը տեսնենք։ Այսքան է երևի այսօր, մի հատ էլ թեմա կար, որ ուզում էի խոսայի, բայց երևի չենք հասնի արդեն, որտեղ մի քիչ երկար է, ոչինչ, կշարունակենք մյուս անգամ։ Շնորհակալություն, ստեսություն։